լավ լուր ունես, քննությունը ստացել ես, հա, ինչ ես ստացել, 5, այսինքն 20, լավ, նստեք, արդեն մութն են, լավ չեր, արդեն մութն ընկել է, հստակ հնչյունդ վերցրու, Նախագծի հենց սկզբի օրվանից ես մտածում էի, որ չեմ անցնելու, վերջը անցա։ Չգիտեմ, շատ բաներ ա փոխվել մեջս, հիմա չեմ կարում կոնկրետ բաներ ասեմ, առաջնային իմ մոտ պատասխանատվությունը ավելի ա զարգացել։ Լավը չի, եկավ քիթ հնգավ, ինչի համար, ուշադիր։ Ավելի լուրջ եմ վերաբերվում ես գործին, որովհետև Այս այն նախագիծը, որտեղ դու պետք է քեզ լուրջ պահես, լրջորեն մոտիկանաս գործին, որպեսզի հաջողություններ ունենաս։ Քո ձայնին մեռնեմ, ձայնիդ կարոտել եմ, քո ձայնին մեռնեմ։ Ով է կողքիդ կանգնած։ Մասիսը Ձախիցեն Անին Հաջատյան Սա կատակի կարգով, իսկ կողքից կանգնած են հարազատներս, ընկերներս, հայրիկս, մայրիկս, եղբայրս, հորեղբայրներս, բոլորը, որոնք ինձ միշտ աջակցում են, ուժ են տալիս, դուխ են տալիս։ Անվերջ տանջվում է Սա արդեն լուրջ սիրո խոստովանություններ ասել։ Ունես ներշնչանքի աղբյուր, ինչ-որ մեկը ում նվիրում ես երգերդ, ում մասին մտածում ես երգելիս։ Կան, երբ որ երգերը լինում են տարբեր բնույթի, երբ որ սիրայինը փորձում եմ հոգիս դնել այդ երգի մեջ եւ հասցնել տեղ, երգերս կոնկրետ որոշել եմ, որ եթե անցնեմ համերգային փուլերը կնվիրեմ եւ դուք իմանաք այդ։ Ղարաբաղի Այստեղ միշտ ինձ ասում են բոլորը համարյա, ասում են ինչ ես տխուր, բայց ես տխուր չեմ։ Մոնիկա ջան, դու տխուր ես թե հոգնած ես։ Հոգնած եմ։ Հոգնած ես։ Հա, այսօր Վանաձորից եմ եկել։ Հա, երկար ճանապարհ ես եկել։ Շատ լավ։ Ես ուղղակի ուշադիր լսում եմ ինչա կատարվում ու այդ դեմքիս արտահայտությունը ես չեմ կարողանում տեսնել։ Ու տպավորությունն է, որ ես տխուր եմ։ Այսօր որոշեցի գոնե ձևական ինչ-որ sense անընդհատ ժպտան, որ տպավորություն չլինի, որ անընդհատ տխուր եմ, որովհետև ինձ էլ հաճելի չի էլի, որ ինձ անընդհատ ասում են տխուր ես։ Տխուր չեմ, շատ ուրախ եմ։ Ինչպես կարող եմ տխուր լինել, եթե ես մասնակցում եմ այս նախագծին վերջապես ու այսքան գեղեցիկ հաճելի մարդկանց հետ եմ շփվում։ Ուրախ եմ, շատ ուրախ եմ։ Արև տարեք, բարև տարեք, կյանքս տարեք։ Կյանքս տարեք, չեմ ուզում Մոնիկա ջան, շատ ազիզ ջան։ Աշխատում եմ դժվարություններ չգտնել։ Եթե հանկարծ ինչ-որ դժվարություն նկատում եմ, որ արդեն լինում է, ուղղակի չեմ տեսնում։ Տենց արդեն հեշտ է։ Արև տարեք, բարև տարեք։ Այսա չեմ ուզում։ Արև տարեք, բարև տարեք։ Վանաձորում ընկերներիս եմ թողել, չնայած արդեն այստեղ եմ հասցրել ընկերներ ունենամ, բայց մայրիկս հետս է այս պահին, հայրիկ հետ հեռախոսով եմ անընդհատ խոսում, օրվա մեջ մի քանի անգամ խոսում եմ, ոչ միայն հայրիկի։ Խոսում եմ, որ մի խոսքով, որ քուրս անհանգստանում են, անընդհատ զանգում են։ Ասի աղբյուր ջուր խեմ։ Աղբյուր, չեմ ուզում։ Այս նախագծում անցնելը շատ է ուրախացրել ինձ։ Ու ամեն օր ասենք լավ տրամադրությունով եմ գալի փորձերի, պարապմունքների։ Ալերեսը տալայ է, բացված կարմիր լալայ է։ Նախագծի սկզբից գիտեմ, որ դու քիչ կաշկանդվածության խնդիր ունես։
Հիմա որ փուլում ենք գտնվում, հիմա ինչպես է փոփոխություն կա։ Հիմա, հա, փոփոխություններ շատ կան։ Ինչքան հնարավոր է աշխատում եմ վերացնեմ։ Ու ստացվում է ոնց որ։ Սիրտնտիզնից դարել է, այդող սերը ծարել է։ Բոլորն էլ ասում են երկելու ընթացքում ուշադրություն մի դարձրա կողքերդ։ Դու երկով ապրի այդ պահին տարբեր բաներ են ասում։ Բայց այդ ամեն ինչը բեմի վրա դու պիտի կարենաս քեզ կառավարես անկախ ամեն ինչից ու բոլորի տված խորհուրդներից, եթե ինչ-որ բան բեմի վրա քեզ խանգարեց, կխանգարի։ Ջահել սիրտս դու մի մաշես իրուն ջան։ Բարի ջան, երգիչի աչքերը շատ կարևոր նշանակություն ունեն։ Թիվլիս քաղաքն պատվական։ Այստեղ էլ շատ են մելիզմները։ Թիվլիս քաղաքն պատվական։ Ավելի շատ խորացած էի դասական երաժշտության մեջ, իսկ հիմա արդեն փորձում եմ ուսումնասիրել այն ժողովրդականի ակունքները, թեկուզ երգ կատարելուց լսում եմ շատ ձայնագրություններ, հին մեր վարպետների ստեղծագործությունները, կատարումները։ Ստոպ, Մավր ջան։ Բարձր չի վստահ եմ տոնայնությունը։ Գինի խամեն Օսկե, ավելի հստակ արա այդ խաղը, հա։ Գնում եմ որոշակի ազատ ժամանակներ, սիրում եմ շախմատ խաղալ, ախպերներս հետ եմ հիմնականում խաղում շախմատ։ Տնտեսանությունը շատ ամենասիրելի զբաղմունքներից մեկն է։ Վերջերս ավելի սկսել եմ հոգեբանական, զուտ անհատական հոգեբանության վերաբերող գրքեր շատ կարդալ։ Չի ասի ամենասիրելի, բայց շատ սիրում եմ Բալզակ, Դոստոևսկի արտասահմանյան գրականությունից։ Մեր հայերից սիրում եմ պոեզիաներ շատ, Տերյան, Չարենց Սևակ։ Նահուրբերի օջախին ծուխոյելնից իրան։ Ճշտենք Համելինե ջան, նահուր բերի օջախիս պիտի լինի կարծեմ։ Ս չլսվեց, օջախին լսվեց, ն լսվեց։ Գնացինք։ Նահուր բերի Թողել եմ Կապան քաղաքը, եկել եմ, շատ ժամանակ արդեն ծնողներիս չեմ տեսնում, իմ ընտանիքը չեմ տեսնում, իմ քաղաքը չեմ տեսնում, կարոտել եմ բոլորին։ Սրբավայրի ծաղիկ է։ Այդ էրդ մի քիչ հավաքի, հա բան ջան, Մելինե ջան։ Վավայրի ծաղիկ է, հավաքի, հա ձայնավորը, սրբավայրի։ Սրբավայրի ծաղիկ է։ Դեռ դիմանում եմ ամեն ինչին, շուտով մայրիկս կգա, քույրիկիս հետ փոքրիկ։ Բարսենալիկա։ Բարսերն։ Բարսենալիկալիկ է։ Դե կարոտա կլինի ոչինչ, սովորում ենք դեռ։ Ես էլ մեծ փորձ է իմ համար, որովհետև շուտով կգամ կսովորեմ այստեղ, պետք է մերոնք էլ դիմանան, ես էլ նույնպես։ Ինչի նպատակներ ունես Երևան տեղափոխվելու։ Այո, միայնակ ես ապրելու։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Միայնակ մնալու համար չեմ կարող ոչինչ ասել մնալու համար, բայց ունեմ նպատակներ, երգի հետ կապված, դպրոցն ավարտելուց հետո կգամ ուսումս կշարունակեմ այստեղ երգի գծով։ Դու դեռ դպրոցական ես։ Հա։ Մնացել եմ դպրոցում 11-րդ դասարան եմ, այս տարի կփոխվեմ 12, մյուս տարի կավարտեմ ու կգամ ստե սովորելու։ Կարոտել եմ տունս հարի, սիրալույսով վարդի բուրբեր։ Գիտես բարելը։ Եթե գիտես դիպստեղ աչքի պոչով նայի։ Ու մի հատ գեղեցիկ կերպարի մեջ երգի, հա, ժպիտով սիրում, գնացել։ Դրական լիցքերով եմ սպարուրված, եւ բազում լավ ընկերներ, կարամ նույնիսկ ասեմ հաճելի ստրես, որ կանցնես չես անցնի այդ ամեն ինչը շատ հետաքրքիր է, եւ հետաքրքիր է, երբ դուրս ես գալիս շանտից, երբ հայտնվում ես փողոցում, ժողովրդի արձագանքը դեպի քեզ, ինչ է նշանակում նայել մարդկանց աչքերին դեմից, ինչ է նշանակում հասարակ
հանդիսատեսի տեսքով Սիրո լույսով արդի բուրբեր Ես ուզեցել եմ ես որ երգեմ միշտ լիցքավորված լինի էլի ժողովուրդը ասենք մեծ երանգ լինի մեջը ես կարողանամ ինչ-որ մի բան տամ ժողովրդին իսկ եթե չի լինում ոնց որ քիչ չի Հա, մի անգամ եղել է, մեր ջավախքում է եղել, երբ ջավախ ազգագրական խմբի հետ ես եղել էի մեր գյուղերից մեկում, ջավախի գնացել էինք այնտեղ համերգ ցույց տային եւ ծափահարություններ չեղավ էլի։ Ես չէի պատկերացնում, որ կարող է իմ հետ նման բան լինի, ոնց որ մի բլեֆ լիներ էլի, որ ինադու չծափահարեին, բայց ոչ դրանից չէր, ինչ որ տեխնիկական խնդիրներ կային, բաներ կային, որ մեր ձայնը լավ չէր հնչում, բայց չծափահարեցին, ես շատ հիասթափված էի։ Ու եսիմ, բայց դրանից հետո էլ չի եղել, միշտ աշխատել եմ այնպեսին լինեմ բեմից դեպի հանդիսատես, որ միշտ ծափահարեմ։ Բանը, անցած դասին ձայնի հետ խնդիրներ կար, լավ չէ։ Այսօր էլ կա ինչու՞, չես լավացել։ Քիչ կա այսօր։ Բայց ամեն դեպքում կա։ Փորձերին, եթե նկատում եք, մի քիչ տպավորված չի լինում իմ փորձերը մի քիչ ես վատ եմ երգում, հա, երևի եսիմ, բայց տոնուսս բեմի վրա լրիվ բարձր է ու միշտ ես կարողանում եմ գրավեմ թե ժյուրին, թե հանդիսատեսին ու արձագանքը արդեն եղել է այս համերգից ու շատ մեծ է, էլի այդ արձագանքը։ Շահենեմ երգեր Քանի որ ամեն մեկը մի երգ է երգում, տարբեր երգեր են երգում, դրանք նույնպես լսում եմ ու փորձում եմ ես իմ մեջ սովորել թեկուզ տանը ինքս ինձ ասենք երգում եմ դա շատ լավ է ինձ թվում է ահագին շատ երգեր կսովորենք միշտ նախագծի ավարտը եթե իհարկե մնանք նախագծում մնամ Եվ ինչ ես դու Անկում ես կարծում որ պետք է ուրիշների փորձի վրա սովորել մարած քոնը Ես դրան մի քիչ այլ ձև եմ նայում ուրիշների փորձի վրա սովորելը դա իհարկե լավ է որ ուրիշի սխալը տեսնելով մարդ փորձի նույնը չկրկնի բայց դա մի քիչ հարաբերական է որովհետև մարդ մինչև իր կաշվի վրա չզգա սխալը ավելի լավ չի կարա պատկերացնի Տեսալավ մարդիկ բարի աշխատանք բարևս տվի Աշխուժ բնավորություն ունես, ինչպես որ նկատել ենք, ինչից է դա գալիս, գուցե ինձ կյանքի հանդեպ մոտեցումից է գալիս։ Գիտեք, չեմ կարող ասել, թե ինչից է գալիս, ուղղակի ես էությամբ այդպեսին եմ, ես չեմ կարող ասենք, sense տխուր նստել, տխուր դեմքի արտահայտությամբ նստել, ես սիրում եմ միշտ ամեն ինչը հետաքրքիր որ լինի, իսկ հետաքրքրության հասնելու համար ես ինքս ձգտում եմ, որ ինչ-որ մի հատ հետաքրքիր բան մտցնեմ պահի հետ կապված, որպեսզի ժամանակը հետաքրքիր անցնի կյանքը մի անգամ է տևում, պետք է ճիշտ վայելել, պետք է ամեն շանսը օգտագործել, դրա համար ես փորձում եմ միշտ ուրախ լինեմ, երևի դրանից է գալիս, որ բնավորությունս մի քիչ աշխուժ է։